Wow. Alnına gidecek mi içeri? Bagrar. Meher Bagrar. Çok canlı şans. Give us some reason. Հիմա ինձ համար շատ կարևոր ոգևոր ընկալումով, ապրումով ժամ եւ օրը այսօր եւ այցելությունը Մայրաթոր եւ Մայր տաճար Սուրբ Պատահակին առաջին հերթին ինձ համար վերականգնվելու ինքնաճանաչողության դարձյալ եւս մեկ անգամ ինքնակնություն անելու եւ նաեւ մեր այս հազարավոր եւ հարյուրավոր ժողովրդին սիրելիներին տեսնելու հանդիպելու այս սրբազան կամարների ներքո մնացածը հետո իսկապես Զգացողություններն ինչպիսին են մեկ տարի անց։ հենց զգացողության մասին հարց եք տալիս ուզվում եմ սա Մայրաթորը իմ ոգևոր ծննդավայրն է, ես այս խորանից եմ ծնվել, այն շենքում եմ ուսանել, չեմ արանում, ամեն քայլափոխ այստեղ, ամեն տեղ իմ և իմ ընկերների ոգևոր եղբայրների ոչ միայն ոտնահետքերի, այլև քրտինքի վայրն է, ուսանելու, երազների, ապրումների, մտածումների, ես մեկ տարվա կարելի ասել բացակայությունը ֆիզիկական ինձ շատ երկար ժամանակ է թվում, շատ երկար, անտանելի երկար և հիմա պարզապես ինչպես ասացի ինձ համար վերականգնվելու առիթ է, բոլոր առիթներով հոգևոր զինվածությամբ, ինչպես Առաքյալն ասում է, այդ վահանը և սպառազինությունը հագնելու, հոգուս սուսերը ունենալու, հավատքի սաղավարտը կրելու, վահանը կրելու և այսպես և շատ ուրախ եմ նաև, որ հատկապես շատ սիրելի մարդկանց եմ հանդիպում այս ամբողջ ճանապարհի ընթացքին մեծ գնահատանքով եմ ուզում անդրադառնալ թե այս ողջ ժամանակ աղոթների համար, ջերմ աջակցության համար, իրենց խոսքի համար, մաղթանքների համար և թե հատկապես նաև այսօր այսպես իրենց սերը արտահայտելու համար։ Իմ սերը շատ փոքր է իրենց հանդեպ և ես մաղթում եմ, որ այն զգացումներով ինչպես իրենք այստեղ են և մենք միասին այստեղ ենք, այդ զգացումները կյանքում շատ ծավալվեն, տարածվեն, հասնեն մեր երկրի տարբեր անկյուններ, որպեսզի մեր կյանքից վերանա և թշնամությունը, և ատելությունը, և հաշտությունը թագավորի մեր երկրում որպես հաղթանակի գրավաց։ Սրբազան ձեր հոգևոր եղբայրներից գուցե շատերին այսօր առաջին անգամ եք տեսնելու մեկ տարի անց, ինչի մասին եք խոսելու։ Համբուրելու եմ իրենց Քրիստոսի ողջույն եք տալու իրենց։ Գիտեք, շատ հաճախ խոսքերը նույնիսկ արժեք չունեն, շատ հաճախ։ Լռությունը իր բովանդակությամբ ավելի շատ բան է ասում, քան թե որևէ խոսք։ Խոսքը երբեմն նաև գալիս է աղճատելու։
այդպես տարանջատելու, բաժանելու։ Ես ավելի շատ կնախընտրեմ եւ այդպես էլ կլինի, կնախընտրեմ ջերմ ողջագուրում ունենալ եւ սրտից սիրտը զգալ, աչքից աչք կապվել։ Այդ զգացումը։ Միևնույնն է, պատրակից հետո շտապով պետք է վերադառնամ իմ հանգրվանը, ազատության, տնային ազատություն։ Հետևաբար միգուցե նաև շատ առիթ է չտվել։ Կարծում եմ խոսքի անհրաժեշտություն չկա, սերը խոսքերից ավելի վեր է։ Եվ եղբայրության, հավատարմության, նվիրումի զգացումը առանց խոսքի է ամբողջությամբ արտահայտ։ Հասան ձեր կրծքի քարտեզներ մեջ չեք մեկնաբանում։ Մեկնաբանեմ, սա իմ Հայաստանն է, որը թե իմ կյանքում, թե իմ մտքում, թե ապրումների, երազների մեջ եւ ձգտումների ու տեսիլքների մեջ իրական Հայաստանն է։ Այնտեղ, որտեղ ծնվել է մեր ազգը, ծագել է մեր ազգը եւ յուրաքանչյուր, ինչպես ասել եմ, յուրաքանչյուր միլիմետրը իմ սրբազան երկրի, սրբազան Հայաստանի մեզ համար գերագույն արժեք է, որովհետև այնտեղ մեր նահատակներն են, մեր ծնունդն է, մեր ապրումներն են, մեր զգացումներն են, մեր գերությունն է, նաև մեր ազատությունը։